ասել, ասել է դպրոց են կառուցում, որտեղ անուժով է, հա։ Չի կարող տենց բան։ Այդ բառացի մեջ է։ Ես կներեք նույնիսկ ձեր պարագան Տիկին Բաղդասարյանի միջև անձամբ չկարդամ չեմ մեկնաբանում։ Ոնց կարա տենց հայտարարություն։ Չէ, ասում է, որ դատարկվում են սահմանամետ համայնքները։ Միջև եթե հարկ համարեմ կարդամ, այն անգամ հիշում եք։ Այդ սունկի հետ կապված պատմություն է, ինչ պատմություն էր, հələ լավ։ Իմիջայլոց։ Այո, հայցը, հա։ Չէ, տենց բան չասեցի, ասացի, որ առանց հարկատրանք ինքը արել։ Բայց լսեք, ժողովուրդ, բայց ոնց կա, այո, ներկայացրել եմ։ Ոնց կարա, տենց հայտարարություն ոնց կարելի է անել, ասենք դա լուրջ մարդու հայտարարություն։ Հա։ Ես ասացի բառի իրավական իմաստով եւ հազար ներողություն, այո, բայց հետո պարզվեց, որ այդ ասուլիսի ընթացքում լրագրողն էլ փաստորեն իմ հայտարարությունը իր ասուլիս փաստորեն շարունակվելիս է եղել։ Լրագրողը ասել է, որ ես հայտարարել եմ, որ դատի եմ տալու, եւ ինքը միանգամից ասել է, վայ, սկզբից ասում է, ձեզ մի գաղտնիք ասեմ։ Ուրեմն հետո ասում է, ես ոչ չեմ ասում 100%, ու այդ մարդը եկել է Հայաստանում ուզում է քաղաքականություն անել։ Ասենք կես ժամից ինքն էլ ասում է, ես ուժեղ եմ։ Մի հատ կես բերան ասում ես դատ եմ տալու, սունկ եմ կերցնելու, ոտները թուլանում է, ձեռները բարձրացնում ասում է, վայ, ես չէ, դեռ չեմ ասել, ուրիշ ձև եմ ասել։ Դրա համար ասում եմ, ախր խոսալուց առաջ մտածեք։ Կամ ընդհանրապես որևէ բան անելուց առաջ մտածեք։ Ավարտեց, այդ նորելի լսեցի, ասում եմ, որովհետև ուղեղ չունեմ։ Դե չեմ կարա, ես հավատամ տենց բան։ Այսինքն իր անձամբ ուղիղ խոսքը։ Այո, ուղիղ խոսքը հենց որ լսեցի։ Մի սադրեք, չեմ մեկնաբանում, ինչ է։ Դե եթե տենց բան ասել է, ինչ մեկնաբանում, եթե տենց բան ու մարդկանց հասանելի է։ Այո։ Դե ես կարծում եմ իրանք շատ մեծ տեմպերով գնում են իրոք ազգային ժողով մտնելու համար անհրաժեշտ շեմը չհաղթահարելու ճանապարհով։ Գնում են։ Շատ հետևական նպատակամղված գնում են։ Եվ ես խնդիր էլի ասում եմ, մարդկանց հետ խոսալիս էլ եմ ասում, որ պետք է ես խնդրում եմ եւ կոչ եմ անում, որ մենք դա ձևակերպենք որպես համաժողովրդական խնդիր, որ ԲՀԿ բանը, ուժեղ Հայաստանը եւ Հայաստան դաշինքը խորհրդարան մտնելու համար անհրաժեշտ շեմը չհաղթահարեն։ Ես խնդրում եմ քաղաքացիներին ուշադիր լինել այս խնդիրը լուծելու համար։ Եվ դա էլ է շատ իրատեսական։ Բայց ես հələ դա այդ կապված մեկնաբանություն չեմ անում, որովհետև գուցե ինչ-որ մի բան սխալ եք դուք։ Ես եթե հարկ լինի անձամբ կլսեմ եւ եթե համարեմ, որ մեկնաբանելու բան կա, անձամբ կմեկնաբանեմ ես ձեզ։ Շնորհակալություն Քրինես այո։ Այսինքն դպրոց են կառուցում, որտեղ անուղեղ է։ Դպրոց եւ ասպետական, որտեղ անուղեղ են, դպրոցից օգտալիս դա եւ Քրինես Պարոն վարչապետ, Հələ մի հատ եկեք նախ նգնեն այդ հայտարարությունը հերքել, բայց հələ եկեք հասկանան, եթե օրինակ պարզվեր, որ Կոտայքի մարզի մասին 52 բարեկ կա, որ իր այդ առնչություն ունի։ Բարեկների հարազատները։ Հա? Բարեկների հարազատները ասում են։ Մեկի աները, մեկի հայրը։ Լսեք, ասենք օրինակ իր տղան այդ բանից հետո ոնց է փախել Հայաստանից։ Այդ թվում իրան օգնել են, որ փախել են, դրա համար եմ ասում, որ մենք մաֆիայի դեմ ենք կռիվ տալիս։
Իհարկե մենք մի մասին էլի է նախկինում դեպք կա եղել։ Դեպքեր եղել են, որ օգնել իրավապահ համակարգում է մենք կան նաև այդ, այսինքն եթե պարզի որ 52 բարեկ առնչություն ունի, դա պետք է ասենք հա դե ոչինչ, որտեղ իրանք ըստ էության ռիսկի կոնտինգենտ են։ Բա ոստիկան բա էտել է կոռուպցիա, բա ինձ մոտ հարց կառաջանա, այդ ոնց է, ես օրինակ 52 մարդ կա բարեկային ծառայություն, որ ինձ հետ առնչություն ունի։ Բացառում եմ, այդ ոնց հանրապետության վարչապետ է 52 հոգի առնչություն ունեցող չկա, բայց ասենք օլիգարխի նախկին բելարուսցի հետ առնչություն ունեցող մարդ կարա լինի, դա նորմալ է, բայց եթե լինի իհարկե պետք է ազատվեն աշխատանքից։ Եթե ես իմանամ, որ այդպիսի բան կա ու չեն հանել գործից, նա ով չի հանել գործից, ես իրան կհանեմ գործից։ Բա ոնց է փախել Ծառուկյանի տղեն կրակոցներ արձակելուց հետո Հայաստանից, այդ հարցը պետք է պարզաբանվի, թե չէ։ Եվ երբեմն հետաքննություն կարող անես տարիներով բանել։ Տեվ այդ հետաքննություն, պետք է պատասխանատու, տենց դեպք եղավ, պետքա նրանք ովքեր իբնե պետքա կանխարգել էին դա չեն արել, պետքա հանվեն գործից եւ հանվել են գործից։ Բա էլի եմ ասում, այսինքն այդ ինչ մի հատ էլ մտքով անցնում է, որ կարա իր այդ առնչություն ունեցող 52 բարեկը լինի, ասում եմ հանրապետության ոստիկանությունում ինձ հետ 52 հոգի մարդ կա առնչություն ունեցող, բացառում է։ Բա երկրի վարչապետը 52 հոգի առնչություն ունեցող մարդ պետք է չլինի, իր հետ առնչություն ունեցող մարդ պետք է լինի, եթե լինի, ես հրահանգել եմ բոլորին հանել, այսինքն եթե հանկարծ չհանեն, նա ով պետք է հաներ ու չի հանել, ես իրան կհանեմ գործից, և նախկինում այդպիսի դեպքեր եղել են, բայց ձեզ թվում է, որ բանը այդ նույն Կալուգացին և Բելարուսին, այո այդ թվում շոշափուկներ ունեցել են և ունեն իրավապահ համակարգում, և հատ կտրելով գալիս են, կտրում եք չի պրծնում, որովհետև 20 տարի, 20 քանի տարի կոռուպցիոն համակարգը գործել է, մեկի վրա կամպրոմատ ունեն, մեկին կաշկանդելու բան ունեն և այլն և այդպես շարունակում են, և այդպես դատաիրավական համակարգով գնում են, ինչ խնդիր ուզում են լուծում են, ոչ մեկ չի ասում, ես ոնց եղավ, Ես ինչ պատահեց, բայց դրա պատասխանի ժամանակն էլ է գալու։ Ես դրա համար եմ ասում, ժողովրդին ասում եմ, որ մենք 18 թվից պայմանական 23 գլխանի դևի հետ ենք կռվել, 20 գլուխ կտրել ենք, այս ընտրություններում վերջին 3 գլուխը դևի պայմանական բառից ոչ բուն իմաստով բնականաբար, պետք է կտրենք, որ այս հարցերը լուծվեն։ Ու ես չեմ ընդունում էլ, որ այ ուրեմն թույլ եք եղել, չեք կարողացել, որովհետև այդ մաֆիան ինքը զուտ հայաստանյան մաֆիա չի, դա Հայաստանից դուրս է շոշափուկներ ունի, սրանից բխող բոլոր հետևանքներ, հələ մատ ասում, ինչ հետ մեկը չի ասում, լսի, ոնց է քո մտքով անցնում, որ քո հետ 52 առնչություն ունեցող 52 մարդ կարա բարեկային ոստիկանությունում ծառայի, բա մաֆիան է դա։ Ես ասում եմ, եթե իմանամ, որ որևէ մեծահարուստի, որևէ քաղաքական, որևէ մեկ այդ 52 հոգի անձնական առնչություն ունեցող մարդիկ կան համակարգերում ու իրանց չեն հանել գործից, նա ով պետք է դա հաներ գործից ու չի հանել, ես իրան 5 վայրկյան հետո SMS կուղարկեմ։ Շնորհակալություն հայկական ժամանակ։ Նա տել էդ ինչ եմ մասարկել, SMS-ով գործից հանելու։ Հաղորդակցության ձև է դա, ինչն է պրոբլեմը։ SMS-ով գործից հանելու։ Բա ինչով, ասենք, ենթադրենք բանը ցուլիկ պետք է մորթենք ռոտերի տա։ Ասենք բաներ են սարքում, ոյ SMS-ով բան է։ Մի ընդհատեք, հա։ Կանչում եմ և նորմալ բոլորի տենց մարդ չկա, որի հետ ես չեմ առնչվել, կամ կարող է, գիտեք ինչ, եթե պաշտոնյա կա, ես 1, 2, 3 ազդակներ եմ տվել, որ գիտեք ինչ, ես հարցը պետք է լուծվես, հարցը պետք է լուծվես, հարցը պետք է լուծվես, հարցը պետք է լուծվի,
վերջում կարամ SMS ուղարկել, կարամ SMS չուղարկեմ էլ, կարա ինքը հեռուստացույցը միացնի, տեսնի։ Ի՞նչն է խնդիրը։ Իսկ խնդիր կա։